Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալի նկարահանումները շարունակվում են և կարելի է վստահել պատմությունը մտնում է իր ամենալայրված ու ամենաինտրիգային փուլը, այն ինչին հեռուստադիտողը սպասում էր սերիայի առաջին օրերից: Ճշմարտության ամբողջական բացահայտումը դեռ շարունակում է հետաձգվել, բայց հենց դա է սերիալի ուժը: Ճշմարտությունն այստեղ հեշտությամբ չի տրվում, այն քանդում է ընտանիքներ, կործանում հարաբերություններ ու վտանգի տակ դնում անմեղ մարդկանց կյանքեր: Լալայի վերադարձը մեծ հույսեր էր արթնացրել, որ վերջապես Հայկը կիմանա ինչ է իրականում տեղի ունեցել իր հոր Աշոտի հետ: Սակայն Լալան լռեց: Նա չասեց ճշմարտությունը Հայկին և այդ լռությունն ավելի ծանր դարձավ, քան ցանկացած խոսք: Հեռուստադիտողների համար սա հերթական ապացույցն է, որ սերիալում ամեն ինչ կառուցված է հաշվարկված քայլերի վրա և յուրաքանչյուր լռություն ունի իր գինը: Սոնայի կերպարն այս փուլում առանձնահատուկ ուշադրության է արժանանում: Նա վերջապես հասկանում է, որ Սաքոյի տանն այլևս ապահով չէ և որ կարող է դառնալ գործիք, որպես զենք օգտագործվելու Վռամի հոր ձեռքում: Սոնան գիտակցում է վտանգը ոչ միայն իր, այլև իր ընտանիքի համար և որոշում է ինքնակամ հեռանալ: Սա ուժեղ, ինքնուրույն որոշում է, որը ցույց է տալիս նրա ներքին հասունացումը: Սակայն վերջին պահին Վռամը կանգնում է նրա ճանապարհին: Այդ հանդիպումը դառնում է զգացմունքային ու վճռորոշ: Դեռ պարզ չէ Սոնան կկարողանա մնալ, թե վերջնականապես կհեռանա, փրկելով իրեն, բայց գուցե կորցնելով սերը: Եվ հենց այս լարված ֆոնի վրա սերիալում հայտնվում է նոր կերպար, որը նոր հարցեր ու ենթադրություններ է առաջացնում: Երեկ սերիալի պաշտոնական ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարն իսկական իրարանցում առաջացրեց: Պաշտոնապես հաստատվեց, որ սերիալին միանում է նոր կերպար: Սակայն ոչ դերասանի անունը, ոչ կերպարի բնույթը դեռ չեն բացահայտվում: Սա ավելի է սրում հետաքրքրությունը: Հեռուստադիտողներն ակտիվ քննարկումների մեջ են: Տարբեր անուններ են շրջանառվում, սակայն ամենահավանական թեկնածուն ըստ շատերի Գևորգ Գրիգորյանն է: Թեև սա դեռ պաշտոնական տեղեկություն չէ, ենթադրությունը գնալով ավելի հիմնավոր է թվում: Նախ Գևորգ Գրիգորյանը նախկինում բազմիցս հաջող համագործակցել է Ելենա Արշակյանի հետ և այդ նախագծերը բարձր գնահատական են ստացել: Բացի այդ, դերասանը բավականին երկար ժամանակ էկրաններին չի երևացել, իսկ նրա վերադարձը կարող է լինել հենց այսպիսի ուժեղ ու ինտրիգային սերիալի միջոցով: Եթե այս ենթադրությունը հաստատվի, ապա նոր կերպարը հաստատ կարևոր դեր է ունենալու սյուժեի զարգացման մեջ, գուցե կապված անցյալի գաղտնիքների, գուցե նոր հակամարտությունների կամ սիրային նոր եռանկյունիների հետ: Ամեն դեպքում պարզ է մեկ բան՝ «Հարսնաձորի լեգենդը» դեռ շատ ասելիք ունի և ամեն նոր սերիա հեռուստադիտողին ավելի է մոտեցնում ճշմարտությանը, բայց միևնույն ժամանակ խճճում ճակատագրերը: Առջևում սպասվում են ծանր ընտրություններ, անսպասելի բացահայտումներ և նոր դեմքեր, որոնք ամբողջությամբ կարող են փոխել խաղի կանոնները: Հեռուստադիտողը շարունակում է սպասել, քննարկել և ապրել սերիալի յուրաքանչյուր պահը, հասկանալով, որ ամենահետաքրքիրն իսկապես դեռ առջևում է: «Հարսնաձորի լեգենդը» սերիալում իրադարձությունները շարունակվում են ավելի խորանալ և արդեն ակնհայտ է պատմությունը մտել է այն փուլ, որտեղ հետդարձ այլևս չկա: Յուրաքանչյուր հերոս կանգնած է ընտրության առաջ, իսկ այդ ընտրության հետևանքները լինելու են ծանր ու ցավոտ: Սոնայի շուրջն իրավիճակն ավելի է բարդանում: Վռամի կողմից նրա ճանապարհը փակելը պարզապես սիրո դրսևորում չէ: Վռամը մի կողմից չի ուզում կորցնել Սոնային, մյուս կողմից չի կարող չտեսնել, թե ինչ վտանգավոր խաղերի մեջ է իրեն ներքաշում հայրը, չնայած որ նա փորձում է չընդունել այդ ամենը: Սոնան առաջին անգամ հասկանում է, որ սերը երբեմն բավարար չէ, եթե այն վտանգում է ընտանիքիդ կյանքը: Նրա հեռանալը կամ մնալը կարող է դառնալ սերիալի ամենաճակատագրական պահերից մեկը: Հայկի գիծը ևս ավելի մռայլ է դառնում: Լալայի լռությունը վերջնականապես խարխլում է նրա հավատը մարդկանց հանդեպ: Նա զգում է, որ բոլորն ինչ-որ բան թաքցնում են իրենից և ամենացավոտը Նարեի լռությունն է:
Հայկի համար դա ոչ միայն գաղտնիք է, այլ դավաճանություն։ Նա սիրում է Նարեին, բայց միևնույն ժամանակ ներքուստ զգում է, որ այդ սերը կառուցված է կիսաճշմարտությունների վրա։ Շուտով այդ ներքին հակասությունը պայթելու է։ Նարեն հայտնվել է ծանր վիճակում, նա երկու կրակի միջև է, մի կողմից հայրն է, մյուս կողմից Հայկը, ում սերն իր կյանքի ամենամաքուր զգացումն է։ Նարեն հասկանում է, որ որքան երկար լռի, այնքան ծանր է լինելու ճշմարտության բացահայտումը, բայց նա նաև գիտի, որ ճշմարտությունը կարող է ոչ միայն բաժանել իրեն Հայկից, այլ նաև վտանգել Սոնային և ամբողջ ընտանիքին։ Նրա լռությունը դառնում է ինքնապաշտպանություն, բայց այդ լռությունն ունի ժամկետ։ Արմոն շարունակում է իր վտանգավոր կերպարը, նա չի շտապում բացել բոլոր խաղաքարտերը, բայց հստակ գիտի, երբ և ում պետք է հարվածել։ Նրա ձեռքում գտնվող նամակները, ճշմարտությունները և մարդկանց վախերը դարձնում են նրան խաղի գլխավոր մանիպուլյատորը։ Արմանը չի ուզում արդարություն, նա ուզում է վրեժ։ Նոր կերպարի հայտնվելն այս ամենի ֆոնին կարող է դառնալ ճշմարտության արագացուցիչը։ Եթե իսկապես սերիալին միանում է փորձառու ու խոր դերասան, ապա այդ կերպարը հավանաբար կապ կունենա անցյալի հետ, մարդ, ով գիտի այն, ինչ բոլորը փորձում են թաքցնել, կամ մեկը, ում ներկայությունը կստիպի հերոսներին դիմակները հանել։ Մի բան արդեն հստակ է՝ «Հարսնաձորի լեգենդն» այլևս պարզապես ընտանեկան դրամա չէ, սա պատմություն է մեղքի, լռության, սիրո ու պատասխանատվության մասին, և որքան մոտենում ենք ճշմարտությանն, այնքան ավելի վտանգավոր է դառնում այն բացահայտելը։ Առջևում սպասվում են սերիաներ, որոնք կփոխեն հերոսների ճակատագրերն անդառնալիորեն։